Հաջող տեսնենք ինչ կհուշեն կարտերը աղեղնավորներին։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել արգելներս, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Տեսնենք ինչ է կարևոր աղեղնավորներին լսել այս պահին։ Կարող եք ընտրել ձեզ որ տարբերակը, որ ձեզ կվերաբերի արգելնես։ Այսինքն պետք չի ընտրել, որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Ինչ կհուշեն կարտերը աղեղնավորներին։ Շատ ակտիվ կարտեր եմ տեսնում աղջիկ ինչ որ լուր է գալիս, լուր է սպասում ամեն դեպքում եւ տեսնում եմ 4-ը ջահերի տանը նստած աղջիկը սպասում է երազանքներով, հետաքրքիր է։ Չեմ կարող երկու կարտով շատ բան ասել, որտեղ շատ բաներ կարող է նշանակել հարգելներս։ Ամեն դեպքում ինչ որ ինձ թվում է աղջիկ ուղղակի ռոմանտիկ երազանքներով սպասում է ինչ որ մեկին։ Շատ ակտիվ կարտեր եմ տեսնում հարգելի աղեղնավորներ։ Շատ եմ այստեղ աղջիկներ տեսնում։ Այս տղամարդել եմ տեսնում։ Ո՞ւմ հասկանալ։ Շատ լավ։ Ես տեսնում եմ այստեղ աղջիկ, որ մենակ նստած սպասում է, ես չգիտեմ, նամակ է ձեռքը, նամակ է կարդում, լուր է ստացել կամ չեմ կարող ասել ինչ է ստացել, աղջիկը կարդում է, սպասում է, տեսնում եք։ Եվ ես ասում եմ, չէ, երազանքներով։ Այս սա 4-ն է, այսինքն եթե այստեղ տեսնում եք աղջիկները ջահերով ապարում են, ուրախանում են, ինձ թվում է աղջիկն ուղղակի երազում է ընտանիք կազմել, ամուսնանալ, իր օջախի տուն ունենալ։ Կարող եմ այդպես ասել, կա ինչ-որ մի աղջիկ, որը իրականում ուզում է ամուսնանալ։ Ես կարծում եմ, որ իրականում կստացվի։ Ես ախր տեսնում եմ տղամարդ 9 բաժակների, բաժակը ձեռքի բավականին փորձված մարդ է այս տղամարդը։ Բայց ես կարող եմ ասել, որ ինքը տղամարդը, որի մասին աղեղնավորը մտածում է, ես կարող եմ ասել, որ ինքը լավ էլ աշխատող մարդ է եղել, աշխատել է, չգիտեմ, տեսնում եք, այստեղ բավականին միգուցե ջանքեր է թափել, փորձեր է արել աղեղնավոր կնոջ սիրտը գրավելու, կարող է այդպես լինել, կարող է պարզապես մարդը լավ էլ սիրել է զվարճանալ իմիջիայլոց, զվարճացել է իր կյանքում, կանանց հետ շատ այսպես հաջողակ եղել է, մաքսիմում իր կյանքից հաճույք ստացել է, բայց տղամարդն էլ ես տեսնում եմ, որ իրականում ինքն էլ է որոշել է ինքը մեկ կնոջ հետ իր կյանքը կապել եւ կարող եմ ասել հարգելի աղեղնավորներ, կանայք, որոնք այսպիսի վիճակում են, այսինքն այս իրավիճակը իրենց վերաբերում է, ես տեսնում եմ, որ իրականում ձեզ սպասում է ամուսնություն եւ կարգավիճակի փոփոխություն։ Ձեր տանտիրուհի եմ տեսնում, ճակատագրի անիվով փոխվում է։ Այսինքն եթե կան աղեղնավորներ աղջիկներ, որոնք սպասում են կամ առաջարկություն են ստացել վերջերս ամուսնության կամ եթե ինչ-որ մեկի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ են եւ սպասում են, որ պետք է որ առաջարկություն անի, ես կարծում եմ, որ կանի իրականում հարգելիս, որտեղ տեսնում եմ կարգավիճակի փոփոխություն։ Այսինքն ձեր իրականում տղամարդը բավականին փորձված է եւ ինքը շատ երիտասարդ էլ չի իմիջիայլոց, բավականին փորձ ունի կանանց հետ, լավ զվարճացել է, բավականին ինքը իր հաճույքը ստացել է կյանքից եւ հիմա կոնկրետ ձեզ ընտրել է։ Կարծում եմ ձեզ ընտրել է եւ այո, չէ, ինքը շատ այսպես տեսնում եմ, որ մարդը իրականում հավատում է ձեր հարաբերություններին։ Չէ, շատ լավ եմ տեսնում իրականում, տեսնում եմ, որ ճակատագրի անիվը
իրականում փոփոխվում է կամ լավ կամ վատ կողմ, տեսնում եմ լավ, տեսնում եմ ձեր կարգավիճակը փոխվել է, տեսնում եմ տանտիկին, տեսնում եմ ապագայում մայր, շատ հաջողակ կինը, հանգիստ կայսրուհի եմ տեսնում։ Այսինքն, եթե այո, կա այդպիսի աղջիկ աղեղնավոր, որ սպասում է, որ որը միգուցե իրեն պետք է առաջարկություն անեն, նշանվեն, ամուսնանան, կանեն եւ կփոխվի։ Ձեր կարգավիճակը շատ շուտով հարգելներից կփոխվի։ Սա բոլորին իհարկե չի կարող վերաբերել, թե դուք մի շաբաթ, երկու շաբաթ առաջ ինչ-որ մեկի հետ ծանոթացել եք, հարգելներից եւ լավ ժամանակ եք անցկացնում, նո երևի դեռ պատրաստ չեն լինի տղամարդիկ ամուսնության առաջարկության։ Դա պետք է ինչ-որ տևական հարաբերություններ։ Բայց նրանք, ովքեր վստահ են, գիտեն, սպասում են, ես հույսով եմ, որ շատ արագ ձեր հարգելներից հույսերը կարդարացվեն, որովհետեւ շատ գեղեցիկ կարտեր էի տեսնում ձեզ համար։ Ինչ եմ տեսնում երկրորդ տարբերակում։ Տեսնում եմ այգի եւ տեսնում եմ Պենտակլի թագավորը։ Ինչ եմ տեսնում։ Պենտակլի թագավորը ֆինանսապես բավարարված, շատ այսպես իր ուժերով, իր աշխատանքով պլանավորող մարդ է, հա, այսպես խիստ պրագմատիկ։ Ինքը իր ուժերով գնացել հասել է իր, այսպես ասեմ, նպատակներին, շատ այսպես ինքնաբավ, հանգիստ, բավարարված, ֆինանսապես ապահոված մարդ է, որը վայելում է իր կյանքը, տեսնում ես, մարդը ճամփորդում է, գեղեցիկ վայրեր է գնում, հաճույք է ստանում իր կյանքից։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Ինչ է սա նշանակում։ Գուցե կամ որոշ աղեղնավորներ ուղղակի պլանավորում են կամ երազում են այս մասին, սա իրենց նպատակն է, որպեսզի մի օր կարողանան աշխարհ պատտվել, հարուստ լինել, կարող է, այդպես էլ կարող է լինել։ Դա շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ։ Գիտեք, շատ հետաքրքիր է։ Ես այստեղ տեսնում եմ, կարող է նաև այստեղ կարող է լինել եւ կին եւ տղամարդ։ Ես եւ կին եմ տեսնում, կայսրուհի եւ թագավոր եմ տեսնում։ Երկուսի դեպքում էլ ես չգիտեմ, միգուցե սրանք զույգ են, զույգի մասին կարող է լինել խոսքը, դուք չգիտեմ, կին տղամարդ երկուսով եք։ Կարող եմ ասել, որ մարդիկ ինչ որ հասել են իրենց կյանքում ինչ որ բանի, նույնիսկ եթե ընտանիքում եք, դուք բավականին լավ կյանքով եք ապրում եւ ճամփորդում եք, հետաքրքիր գեղեցիկ վայրեր եք գնում, ժամանցի վայրեր, ճամփորդում եք, լավ էլ ֆինանսապես ապահոված եք, որտեղ ամուսինը բավական տեսնում գումարներ է վաստակում, բայց ինչ որ բավարարված չի ամուսինը, ամեն դեպքում ինքը ավելին է ձգտում, ինչ որ այլ նպատակներ էլ ունի, միգուցե արդեն նպատակները այդքան ֆինանսների հետ չեն կապված, մարդը ինչ որ, չգիտեմ, ձգտումներ ունի, ինչ որ էլի ցանկություններ ունի, եւ ունի ֆինանսապես նաեւ այդպիսի հնարավորություն իր նպատակներն իրագործելու։ Ես վստահ չեմ կին ինչքանով է համաձայն կամ ոչ համաձայն դրա հետ, բայց ես չեմ տեսնում դժգոհություն։ Ես տեսնում եմ ուղղակի, որ բավական ինչ-որ բարդ ճանապարհ կա անցնելու։ Բայց տեսնում եմ, որ ամեն դեպքում աշխուժություն կլինի, մարդը հանկարծ կհասկանա, որ գիտես ֆինանսապես ապահոված եմ, լավ կյանքով բավարարված ապրում ենք, ամեն ինչ ունենք, բայց ինչ որ նպատակ ունի մարդը եւ կսկսի այսպես շատ արագ շարժվել դեպի իր նպատակը, չեմ կարող ասել ինչ նպատակ, ինչի մասին է խոսքը, մարդը եթե ֆինանսապես ամեն ինչ ունի, ինչ-որ մի նոր նպատակ իր առջև, կամ միգուցե տղամարդը հասել է աշխատանքում բավականին մեծ հաջողությունների, իր նոր նպատակը կին գտնելն է, ուզում է ամուսնանալ, այդպես էլ կարող է լինել։ Կարող է, գիտեք, այդպես էլ կարող է լինել։ Մարդը ֆինանսապես միգուցե, այդպես կարող եմ ասել, մարդը ֆինանսապես ամեն ինչի հասել է, գեղեցիկ ճամփորդել է, վայելում է իր կյանքը, միգուցե, բայց հիմա մարդը կոնկրետ որոշել է, որ ուզում է ամուսնանալ, իրեն պետք է պարզապես կին, մի մշտական մի կին, այսպես սրա նրա այդ ֆրդեվ փող ունեցողները զվարճանում են, իրենց կյանքը շատ լավ էլ ապրում են, իսկ ես տեսնում եմ, չէ, շատ արագ մարդը այսպես հանկարծ էմոցիոնալ, միգուցե պարզապես մարդը սիրահարվել է կամ սիրահարվի եւ որոշում է կացել, եւ տեսնում եմ բավականին հաջող կին է իմիջիայլոց, կինն էլ բավականին գրագետ է, կրթված է, աշխատանք ունի, շատ ինքնաբավ կին է, շատ եւ լավ էլ տնային տնտեսուհի կլինի, այսինքն տնային տնտեսուհի նկատի ունեմ լավ էլ տանտիկին կլինի, այդպես է ուզում ասել հարգելներս։ Շատ այսպես արագ կարող է ձեր կյանքում ինչ-որ բան փոխվել, հարգելի աղեղնավորներ, ովքեր ֆինանսապես ինչ-որ հաջողությունների հասել են, եւ եթե իրենք ուզում են իրականում իրանց անբավարարված, այսինքն ֆինանսապես ապահոված են, բայց իրենց այսպես էմոցիաները բավարարված չեն, որտեղ մարդը սեր է փնտրում։ Եվ իրականում որ դուք կգտնեք եւ շատ էլ արագ կգտնեք։ Ով փնտրում է, նա գտնում է, հարգելներս։ Ով փնտրում է, նա գտնում է, այսպես կարող եմ ասել։ Տեսնում եք, ես կարող եմ ասել, որ դուք ունեցել եք հաջողություններ, շփվել եք ինչ-որ կանանց հետ, հարաբերություններ էլ եղել են, ինչ-որ ժամանակավորապես լավ է եղել, հետո այսպես տեսնում եմ մահվան կարգով, որ հետո վերջացել է։
հետո ինչ որ մի ժամանակ մենակ եք եղել երևի, բավականին էլ նեղվել եք, այսինքն ֆինանսապես միշտ եղել եք շատ հաջողակ, ֆինանսական խնդիրներ չեմ տեսնում, չեք ունեցել, բայց անձնական ունեցել եք հիասթափություններ, մի անգամ գոնե տեսնում եմ, չեմ կարող ասել շատ անգամ եք ունեցել, բայց մի անգամ գոնե տեսնում եմ, որ ինչ որ նպատակներին իրականում շատ դանդաղ են հարաբերությունները շարժվել, հետո այդպես արագ վերջացել են, հիասթափվել եք, բայց ես տեսնում եմ, որ ձեզ շատ գեղեցիկ ապագա է սպասվում, իրականում չեմ կարող ասել, սա հրաշագործն է, բայց ինչ կլինի, ինչպես կլինի, պատահաբար միգուցե կլինի, պատահաբար կհանդիպեք ինչ-որ մեկին այս կնոջը, որը կդառնա ձեր կինը, շատ արագ ձեր հարաբերությունները կշարժվեն առաջ, իսկ ես արևով տեսնում եմ շատ մեծ հաջողություն։ Եթե դուք ֆինանսապես ամեն ինչի հասել եք, ուզում եք անձնական երջանկություն, ես տեսնում եմ, որ մոտ ապագայում կգտնեք եւ լավ էլ կգտնեք, հարգելիներս, ինչն էլ ես ձեզ սրտանց կամենում եմ։ Անձնական երջանկություն։ Հարգելի աղեղնավորներ, ասենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին, այսինքն ինչ կհուշեն կարտերը, ես ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, կարտերը ինչ հուշեն, այն էլ կասեմ, ինչ է պետք այդ եղջյուրներին լսել իմանալ այս պահին։ Տարբերակներ մի ընտրեք, երկու տարբերակ եմ ես նայում, որը ձեզ կվերաբերի, ուրեմն այն էլ ձեզ կվերաբերի հարգելիներս։ Տեսնենք ինչ են ասում։ Առաջին տարբերակում ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ նավակը, տեսնում եմ այստեղ 4-ը թրերի։ Տեսնում եք մարդը պառկած է, չի շարժվում, մի տեսակ հիվանդագին վիճակ է։ Ես տեսնում եմ այստեղ ինչ որ գործեր են կանգնել, ինչ որ մի բան կանգնել է եւ ատեղջուրը հիվանդագին էլ տանում է։ Ինչ որ մի բան չի ստացվել։ Այստեղ կարող են էլ ֆինանսական կորուստ, կարող են ինչ որ ֆինանսական գործարք չի ստացվել։ Ինչ որ մի բան կանգ է առել, ինչ որ բան նպատակին չի հասել եւ ինքն էլ բավականին հոգնած է այդ եղջյուրը, հիվանդագին մի տեսակ վիճակում է վերջին ուժերում։ Տեսնենք ինչ է կատարվում։ Так, քիչ կապեր եմ տեսնում հարգելի աջակցություններ։ Շատ հետաքրքիր, միևնույն ժամանակ եւ լավ եւ բարդ կարտեր եմ տեսնում։ Եթե հիշում եք, ասեցի նավակով էի տեսնում այստեղ, ինչ որ բան կանգնել է, չի շարժվում։ Կիսատ է մնացել, նավակը չի հասել իր նպատակին, չի շարժվում եւ ինքն է շատ այսպես գերհոգնած վիճակում է այդ եղջյուրը։ Չեմ կարող ասել այստեղ ինչ խնդիրներ են, ինչեր են, որ ճանապարհի մեջտեղում են, ես կարող եմ ասել, այստեղ կարող է լինել նաեւ ինչ որ անձնական խնդիրներ իմիջայլոց, անձնական հարաբերությունների մասին կարող է լինել։ Ես այստեղ տեսնում եմ անենանելի վիճակ այդ եղջյուրի համար։ Հատկապես եթե աղջեղջյուրը տղամարդն է, այդպես էլ կարող է լինել։ Երկու կողմն էլ կարող եք ձեզ վերագրել, եթե ձեզ վերաբերում է հարգելիներս, կին եք, տղամարդ եք, ես ինչպես տեսնում եմ, այդպես էլ կասեմ։ Ես տեսնում եմ այստեղ անելանելի վիճակ եւ տեսնում եմ այստեղ շատ տաքայրուն կին։ Միգուցե տղամարդ է, որտեղ տղամարդը չէ, այստեղ տեսնում եք տղամարդ է պառկած, այսինքն տղամարդը մի տեսակ հիվանդագին վիճակ է, ինչ որ դժվար կացության մեջ, այդպես կարող եմ ասել, ինչ որ դժվարություն է միգուցե հաղթահարում, բայց միևնույն ժամանակ տեսնում եմ հարաբերությունները կնոջ հետ, կինը շատ մի տեսակ տաքայրուն է, մի քիչ շատ կրակոտ։
ջահերի թագուհին է, սա շատ մի քիչ չափից ավել կրակոտ է։ Ես կարող եմ ասել ամեն դեպքում տեսնում եմ, որ այդ եղջյուրը ինչ որ ընտրության առաջ է կանգնած եւ չի տեսնում ընտրությունը։ Չի տեսնում ելքը ինչ ընտրություն պետք է ընտրել։ Ես տեսնում եմ, որ ինքը դեռ չի հանձնվում, չնայած որ ունի կասկածներ, վախեր, անհանգստություններ եւ այսպես գերհոգնած վիճակում մարդը ամեն դեպքում պայքարի մեջ է։ Իսկապես չեմ կարող ասել, ինչի համար է պայքարում, ինչ կասկածներ ու վախեր են։ Ինքը ճիշտ ասած դրա եղջյուրները շատ աշխատասեր մարդիկ են, սա գործերին վերաբերի թե անձնական հարաբերություններին իրականում մարդը բավական տեսնում եմ, ինքը չի հրաժարվում ջանքներ դնելուց, այսինքն այդպես հեշտ իր մտքից հրաժարվող մեկը չէ, նպատակից հրաժարվող մեկը չէ, ինչ նպատակ է լինի, նպատակը կինն էր, թե նպատակը ինչ որ աշխատանք էր, այս կնոջ կարտով միգուցե այսպես ինքը շատ լուրջ նպատակ ունի, որտեղ կարող է ջահերի թագուհին նպատակ լինել, ուղղակի ինքը երկ չի տեսնում, ինչպես կարող է իր նպատակին հասնել, նպատակը կինն է, նպատակը չգիտեմ, սերն է, թե ինչ գործերում ինչ նպատակ ունի, ամեն դեպքում նպատակը շատ լավն է բնականաբար, եւ մարդը չի խնայում ջանք եռանդ, որպեսզի նպատակին հասնի, բայց ինչ որ վերջերս տեսնում եմ, չէ, մարդը վերջին ուժերն են, արդեն էլ կասկածներ, վախեր, անհանգստությունները կան, էլ մարդը հիվանդագին վիճակում է, էլի եմ ասում, բայց 10 թրերի նշանակում է, որ էլ ինչ որ արդեն եղել է, սրանից հետո դրանից ավելի վատ չի լինելու, սա վերջն է արդեն հարգեներս, ես մաքսիմում ցավ եմ պատճառել, ինչի պատճառով ով է չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ սա արդեն վերջն է։ Այդ վերջն է տառապանքի, այդ խնդիրների, դրա համար դուք այսպես հիվանդագին վիճակում եք, իսկ հիվանդագին վիճակ նշանակում է պարկել եկել ոչինչ չեք կարող անել, վերջին ուժերով արդեն, հա, բայց նաև կկազդուրվեք, դուք հիմա կազդուրվելու մեջ եք, երբ այս բոլորը կվերջանա, եթե դեռ չի վերջացել որոշ մարդկանց համար, բայց եթե վերջացել է, ապա դուք կամաց սկսեք կազդուրվել եւ ոտքի կանգնել։ Իսկ եթե դեռ չի վերջացել, ապա շատ շուտով կվերջանա, երբ որ կհասնի արդեն մաքսիմում, հա, մաքսիմումին, դրանից այն կողմ էլ չի կարող ձեզ ցավեցնել։ Ինչ հարցեր որ լինի, ինչի պատճառով է, որ դուք այսպես տառապալից վիճակում եք հայտնվել։ Ես տեսնում եմ իրականում դուք երազանքներ ունեիք եւ կարծես թե առայժմ ձեր երազանքներից չեք հրաժարվում, ձեր նպատակներից էլ չեք հրաժարվում։ Հասկանում եք, ուղղակի ձեզ պետք է կազդուրվել, ձեզ պետք է ժամանակ, ձեզ պետք է կազդուրվել, լիարժեք, այսինքն առաջին դուք ձեր մասին պետք է մտածեք, իսկ երազանքները դեռ կսպասեն։ Երազանքները կսպասեն, կարող է նաև ինչ-որ մեկը ձեր մասին է երազում, այդպես է, տեսնում եք, նայում է աստղին աղջիկը, դուք էլ ինչ-որ նպատակներ ունեք, եւ ես տեսնում եմ, որ դուք պարզապես պետք է հանգստանաք, կազդուրվեք, ձեր ժամանակ է պետք։ Ես այսօր տեսնում եմ 4 պենտակլի, տեսնում եմ թրերի 7-ը, տեսնում եմ թրերի թագավորը եւ տեսնում եմ 4 ջահերի։ Գիտեք, ձեզ իրականում հաջողության կհասնեք դուք։ Լավ ժամանակներ կգան ձեզ համար, երբ որ դուք կկազդուրվեք, ոտքի կկանգնեք, դուք կոնկրետ կկարողանաք հասկանալ, թե ինչ եք ուզում անել, այս թրերի թագավորով դուք իսկապես որոշում պետք է կայացնեք։ Տեսնում եմ, որ ինչ որ ժամանակ փորձել եք տարբերակներ գտնել, 4-ով կարող եմ ասել, փորձել եք մի տեսակ այսպես պահպանել ինչ որ ունեք, հետո դարձել եք ավելի ագրեսիվ, երբ որ չեք կարողացել հանգիստ պահել, ավելի ագրեսիվ եք եղել, հա, պլանները չեն աշխատում, ինչպես որ դուք փորձել եք ձեր իմացած տարբերակներով, ավելի ագրեսիվ եք եղել, բայց չի ստացվել երևի թե ոչինչ, հա, իսկ հիմա կազդուրվելուց հետո ինձ թվում է դուք պարզապես նոր տարբերակ կընտրեք։ Նոր տարբերակով կարող եմ ասել թագավորն իրականում թուրը ձեռքին դուք կտրուկ որոշում կկայացնեք, կհասկանաք, բայց նախ պետք է դուք ինքներդ ձեզ վերականգնվեք, վերագտնեք, կազդուրվեք եւ հետո որոշում կկայացնեք, նոր որոշում կկայացնեք։ Դուք կորոշեք կտրել ինչ որ բան, միգուցե, կամ կտրուկ կորոշեք, երկու տարբերակներ կարող է լինել։ Այսինքն, եթե այստեղ խոսում է, չգիտեմ, ինչ որ անձնական հարաբերությունների մասին, դուք կարող եք վերջացնել հարաբերությունները, որոշում եք կայացնում եւ վերջացնում եք։ Կարող է լինել պարզապես ինչ որ գործարքեր, գործի հետ էր, կարող եք որոշել այս գործը չստացվեց, չեք անում, դուք հրաժարվում եք դրանից, նոր ուղղություն, նոր ճանապարհ, նոր նպատակ եք ձեզ համար ընտրում։ Ինչ էլ որ լինի, մյուս կողմից, եթե դուք չեք որոշում կտրել, դուք կոնկրետ կորոշեք ինչ եք ուզում եւ այդպես էլ կվարվեք։ Այսինքն դուք կտրուկ կարող եք կոնկրետ որոշում կայացնել։ Ես այստեղ էլ եմ ասում, մեղմ եք վերաբերվում սկզբում, փորձում եք պահպանել եղածը առանց ագրեսիայի, հետո ավելի ագրեսիվ եք, բարկանում եք, ձեր ուզածը չէր ստացվում։ Ես տեսնում եմ, որ դուք ավելի հավասարակշռված մարդու պես, երբ որ կազդուրվեք, որոշում կկայացնեք։ Ինչ որոշում էլ կայացնեք, կտրուկ որոշում եք դեպի փոփոխություն դրական,
որովհետև տեսնում եմ այստեղ շատ ջերմ հարաբերություններ, տեսնում եմ տուն, 4 պատո, անկյուն, այսինքն դուք կկարողանաք վիճակից դուրս գալ, այդ տուպիկային վիճակից, որ ելք չէիք գտնում, իրականում ելքը կգտնեք, որ ելքն էլ որ գտնեք, ինչ որոշում էլ կայացնեք, երկուսն էլ ձեզ համար դրական է լինելու, տեսնում եմ շատ ուրախ զվարթ կար, այսինքն ես հասկանում եմ, որ եթե դուք որոշեք կտրել խզել հարաբերությունը, թե անձնականի մասին էր խոսքը, ձեզ տառապանք էր պատճառում, չէր ստացվում, հարցը չէր լուծում, տեղից չէր շարժվում, ձեզ հիվանդացնում էին հարաբերությունները, դուք որոշեք կտրել հարաբերություն, դա համար կդի դրական որոշում, միգուցե սխալ մարդու հետ էիք։ Իսկ եթե ձեր խնդիրները այլ խնդիրներ էին, կորոշեք այդ խնդիրները վերացնել, կամ կորոշեք այլ կերպ մոտենալ հարցին եւ կտրուկ կորոշեք հակառակը ձեր հարցերը լուծել կոնկրետ ամուսնանալ հաջորդ քայլը, ես երկու տարբերակներ տեսնում եմ։ Այսինքն դուք բացասական որոշում կայացնեք, դրական որոշում կայացնեք, ինչ որոշում էլ որ կայացնեք իրականում, ես տեսնում եմ, որ դա ճիշտ է լինելու ձեզ համար։ Դրա համար սպասեք, փորձեք կազդուրվել, ես չեմ կարողացել ինչ որոշում կկայացնեք, որովհետև թրով մի տեսակ թագավորը ես չեմ կարողացել շատ կանխատեսելի մարդ է։ Երկու տարբերակն էլ հնարավոր էր, բայց ինչ տարբերակ էլ որոշեք ձեզ համար, շարունակում եք, չեք շարունակում, անում եք, չեք անում, դրական, բացասական, ինչ էլ որ ընտրեք, ձեզ համար կոնկրետ դրական կլինի։ Պարզապես հիմա ձեզ պետք է հանգիստ։ Հաջորդը տեսնում եմ հետաքրքիր կարտեր, տեսնում եմ 5 թրերի եւ տեսնում եմ զառերի կարտը։ Ինչ եմ տեսնում, հարգելի աջակցություններ։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ պայքար, որն իրականում բավականին ծանր նստել է ձեզ վրա եւ ինչ որ զոհողություններ են, տեսնում եք, այստեղ զոհված մարդիկ էլ կան։ Ասենք պատերազմ եք մղել, ինչ որ պայքար է եղել, կռիվ է եղել ինչ որ մարդկանց մեջ։ Ես տեսնում եմ, որ դուք իրականում չեք հանձնվում եւ հավանաբար դուք հաղթող դուրս կգաք։ Իսկ կողմից բավականին ռիսկային վիճակում եք, կամ եղել եք, կամ գտնվում եք։ Ես տեսնում եմ, որ դուք շարունակում եք պայքարել, բայց բավականին վտանգավոր ռիսկային գոտում եք գտնվում։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Չեմ կարող ասել, սա ինչի հետ է կապված։ Գործ, աշխատանք, ֆինանսներ, գործարքներ, բիզնես, դժվարանամ ասել։ Թրեր եմ շատ տեսնում, առաջին տարբերակում էլ էի շատ տեսնում, երկրորդ տարբերակում էլ եմ տեսնում։ Շատ լավ, սկսեմ սկզբից, շատ բարդ կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Բավականին բարդ իրավիճակ եմ տեսնում։ Չեմ կարող ասել, այս ինչ պայքար էր, ում հետ, ինչ հարցերում էր պայքար, զոհողություններ էլ եղել են, այսպես կարող եմ ասել։ Միգուցե ինչ-որ մարդկանցից եք հրաժարվել, մարդկանց հետ է պայքար եղել, ընդ որում կարող եմ ասել։ Գիտեք, այստեղ տեսնում եք, այստեղ էլ եմ տեսնում, ագրեսիվ պայքար եմ տեսնում եւ տեսնում եմ այստեղ դևը։ Այսինքն կարող եմ ասել, որ չգիտեմ, ինչ որ պայքարը եղել է, դավաճանություն է եղել, թիկունքից խփել։ Այս պայքարը ում հետ էլ որ եղել է, իրականում լավ մարդիկ չեն։ Շատ անհաջող մարդիկ եմ տեսնում եւ շատ ռիսկային։ Ես չգիտեմ, այս մարդիկ են դուք ինչի հետ է կապված եղել սա, ես չեմ կարող ասել, բայց ինչ որ ռիսկային, ինչ որ իրավիճակ է եղել, բավականին բարդ կարտեր եմ տեսնում, շատ բարդ, շատ այսպես վտանգավորել մարդիկ են, ես կարող եմ ասել, շատ վտանգավոր բացասական մարդիկ եմ, չար ուժեր եմ տեսնում, ճիշտն ասած, փորձել եք հեռանալ այդ իրավիճակից, բայց իրականում հայտնվել եք անելանելի վիճակում։ Բայց իրավիճակը կփոխվի, հարգելինս, այսպես կարող եմ ասել։ Ես չգիտեմ, միգուցե նույնիսկ Աստծուն եք ապավինել, այնպիսի մի վիճակում եք եղել, որ դուք ելքը չեք տեսնում, արդեն ապավինում եք Աստծուն եւ հավատին, այսինքն խնդրում եք մի տեսակ վերին ուժերին, որ ձեզ օգնեն, որովհետեւ դուք ինքներդ միգուցե տարբերակ չեք գտնում։ Ես տեսնում եմ այստեղ նաեւ մարդիկ կան, որոնք փորձում են ձեզ օգնել։
մարդիկ կան, ձեզ համար հարազատ, բարեկամներ, սրտակից, ընկերներ, չեմ կարող ասել ովքեր են, բայց իրականում դուք մենակ չեք, կան մարդիկ, որոնք ձեզ օգնում են, եւ այս մարդկանց օգնությամբ է, որ կարողանաք խուսափել մեծ խնդիրներից, դուք իրականում կկարողանաք խուսափել նոր խնդիրներից, կգտնվեն մարդիկ, տեսնում եք, այստեղ նաեւ տեսնում եմ թագուհին, այսինքն կլինեն մարդիկ, որոնք բավականին էլ այսպես, գիտեք, սա կարող է լինել, չեմ կարող ասել, ինչ որ մասնագետ, ինչ մասնագետ, իրավաբան չեմ կարող ասել ինչ մասնագետ, բայց կարող է լինել ինչ որ մեկը կին եմ տեսնում, բայց կարող է նաև տղամարդ լինել, որը կարող է իրականում ձեզ ելքը ցույց տալ, որտեղ դուք ինքներդ ելք չեք տեսնում։ Դուք տարբերակ չեք տեսնում, ընտրություն պետք է կատարեք, ելք պետք է գտնեք վիճակից դուրս գալու, կարծես թե ձեր առջև է ընտրությունը, բայց դուք իրականում չեք գտնում։ Մարդիկ կգտնվեն ձեզ կօգնեն իրականում։ Ես տեսնում եմ, որ դուք ի վերջո կհեռանաք այդ խնդիրներից իմիջիայլոց, կհեռանաք։ Ես այս բոլորի հետ մեկտեղ տեսնում եմ նաև այստեղ կար կայսրուհի, նաև ես այս բոլոր հարցերում իմիջիայլոց անձնական հարցեր չէի տեսնում, բայց ես տեսնում եմ, որ անձնականում էլ այս բոլոր, չգիտեմ, հարցերի իրավիճակում իրականում միգուցե ինչ որ անձնական հարցերում էլ կորուստ է եղել աշտարակ, ինչ որ աշտարակ նպատակ եք ունեցել, միգուցե անձնական հարաբերություններ են տուժել։ Տուժել են, որովհետև դուք բավականին բարդ իրավիճակում եք, չեմ կարող ասել ինչ պատճառով, բայց ձեր անձնական հարաբերություններն են դրանից տուժել։ Բավականին բարդ եւ առաջի տարբերակը եւ երկրորդ շատ տարօրինակ եմ տեսնում, ճիշտն ասած, շատ։ Բայց գիտեք, ես տեսնում եմ ի վերջո, որ դուք դուրս կգաք այս վիճակից, հարգելի աջակցություններ։ Չեմ կարող ասել երբ, բայց իրականում դուրս կգաք։ Ես տեսնում եմ, գիտեք, այստեղ բոլոր առումներով եւ ձեր կողքին կին եմ տեսնում, ճիշտն ասած, եւ ֆինանսական առումով դուք կկարողանաք պահպանել մեծ ֆինանսական կորուստներ չեք ունենա եւ տեսնում եմ նաեւ կյանքը այսպես բաժակների ջահը իրականում կյանքը ձեզ ինչ որ մի նոր առաջարկել կանի, այսինքն ինչ որ հնարավորություն, շանս կտա ձեզ կյանքը։ Եվ կին եմ տեսնում ձեր կողքին, եւ ֆինանսներով չեմ տեսնում դուք աղքատանաք, ֆինանսական միգուցե խնդիրներ լինի այնքանով, որ պահպանեք ձեր ունեցածը մի քիչ ձեր ծախսերը պակասեցնեք, միգուցե եթե կա ֆինանսական խնդիր, պահպանեք ինչ որ ունեք, կկարողանաք իրականում։ Իրականում կկարողանաք։ Դուք շատ մեծ կորուստներ չեք ունենա, ավելի շատ հոգեբանորեն երևի կորուստներ եք, հիասթափություններ կունենաք։ Բայց ես տեսնում եմ, որ ձեզ իրականում կյանքը, այո, ինչ որ շանս կտա, ինչ որ մի հետաքրքիր եւ նոր բան կփոխվի ձեր կյանքում, եւ ես ձեր կողքին կինել եմ տեսնում։ Ես չեմ կարող ասել, սա նույնը չէր, սա անձնական հարաբերություններում էր պայքարը, սա գումարի ֆինանսի հետ էր կապված, աշխատանք գործեր, ինչ ես չեմ կարող ասել։ Տեսնում եմ, որ ի վերջո, եթե համբեր եք այս վիճակից կարողանաք դուրս գալ, ես իրականում տեսնում եմ, որ ձեզ համար ինչ-որ բան կփոխվի, ուղղակի մի քիչ ավելի դժվար կլինի, որովհետև շատ բարդ վիճակում եք եղել եւ իրականում շատ սխալ մարդկանց հետ եք գործ ունեցել։ Այս մարդիկ ովքեր են, ինչով են զբաղվում, չգիտեմ, բավականին բարդ վիճակ է, բայց ես տեսնում եմ, որ շատ շուտով տարբերակը գտնվի։ Շատ ցավալի է։ Ես ինքս ատեղջուր եմ, իմ կյանքում այսպիսի բաներ տեղի չեն ունենում, ճիշտն ասած, շատ բարդ եմ տեսնում։ Վերջին մի քանի շաբաթ եմ ատեղջուրների համար բարդ տեսնում, հարգելիներս, բայց տեսնում եմ, որ կամաց դուրս կգաք այդ վիճակից։ Ինչն էլ ես սրտանց կամենում եմ բարդ իրավիճակները, հույսով եմ շուտով վերջանան ձեզ համար։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը ջրհոսներին։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել, հարգելիներս։ Ոչ մի թեմա չեմ ընտրել, կարտերը ինչ կհուշեն, այդ մասին էլ կխոսեմ։ Ինչ է կարևոր լսել ջրհոսներին այս պահին։ Դուք կարող եք տարբերակ չընտրել, չնայած ես երկու տարբերակ եմ առանձնացրել։ Պարզապես ում ինչ կվերաբերի, այն էլ ձեզ կարող եք վերագրել։ Հետաքրքիր հակասական կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ։ Տեսնում եմ այստեղ աղջիկ անելանելի վիճակում, տեսնում եք կարտը, անելանելի վիճակում, չի կարողանում ելք գտնել։ Իրեն թվում է, թե վերջացավ, սա վերջն է, ոչ մի տարբերակ չկա այս իրավիճակից դուրս գալու։ Ես չեմ կարող ասել այսպիսի ինչ իրավիճակ է, ինչու եք այսպիսի վիճակում հայտնվել, բայց ես կարծում եմ, որ իրականում դուք եք այսպես զգում ձեզ։ Բայց իրականում տեսնում եմ, որ իրավիճակը այդպեսին չէ, որովհետև արև եմ տեսնում։ Արևը շատ դրական կարտ է, շատ։ Կամ միգուցե եթե դուք տարբերակ չեք տեսնում անելանելի վիճակում եք, արևով եւ տզով կարող եմ ասել, որ շատ շուտով ինչ որ մի դրական փոփոխություն կլինի,
ձեզ համար եւ հավանաբար դուրս կգաք այս վիճակից, բայց ելի եմ ասում, մյուս կողմից կարող է դա պարզապես ձեր վախերը լինեն։ Ձեզ թվում է, որ այս վիճակից, ինչ վիճակում էլ որ լինեք, անձնական, աշխատանքի, ֆինանսական, չեմ կարող ասել, ինչ վիճակում էլ որ լինեք, եթե ձեզ թվում է, որ տարբերակ չկա, ես տեսնում եմ արևը, որ կա։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ջրոցներ։ Դե հասկանում եք, հարգելի, սա բոլորին չի վերաբերի։ Ես խոսում եմ, ասում եմ, ինչ որ կարտեր ցույց են տալիս, եթե զգում եք սա ձեր մասին չի, ձեզ չի վերաբերում, ուրեմն պարզապես սա ձեզ չի վերաբերում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Եթե հիշում եք, սկզբում տեսնում էի աղջիկը այսպես թրերով անելանելի վիճակում է, իրեն թվում է, որ այս վիճակից իրականում ելք չկա, տարբերակ չկա։ Գիտե, ես կարող եմ ասել, այստեղ կարող է լինել իրականում սիրային անձնական հարաբերություններ։ Այստեղ տեսնում եմ շատ գեղեցիկ կարտ 10 բաժակների, այսինքն աղջիկը երևի սիրում էր, սիրահարված էր եւ իրեն թվում էր, որ իրենք պետք է ամուսնանան, ընտանիք կազմեն։ Ամեն դեպքում աղջիկը այդ նպատակով էր հանդիպում մարդու հետ։ Բայց ես տեսնում եմ, որ իրականում տղամարդը բոլորովին այլ նպատակներ է ունեցել։ Շատ հետաքրքիր։ Ես երկու թագավոր եմ տեսնում, ճիշտն ասած։ Տեսնում եմ թրերի թագավորը, տեսնում եմ ջահերի թագավորը, հետո տեսնում եմ չար դևը։ Ինչ է սա նշանակում։ Գիտեք, ինձ թվում է աղջիկը սիրահարվել է մի մարդու, որը իրականում աղջիկը չի էլ ճանաչում այս մարդուն, չի ճանաչել, նոր է իր համար պարզում։ Այս տղամարդը, տեսեք, քանի կերպարով եմ տեսնում եմ որպես թրերի թագավոր, շատ կտրուկ, շատ կոպիտ, հետո տեսնում եմ այսպես նպատակասլաց, մեծ խոսացող, շատ տաքայրուն, շատ կրքոտ, հետո տեսնում եմ այսպես մեծ լուրջ խնդիրներ ունի այս մարդը իրականում։ Այսինքն աղջիկը սխալ մարդու է սիրում, այդպես կարող եմ ասել։ Դրա համար անելանելի վիճակում է, որտեղ ինքը զգացմունքներ ունի։ Ինքը շատ լուրջ սիրահարվել է, շատ լուրջ կապվածություն է այս մարդու հետ, մեծ հույսեր ուներ, բայց իրականում այս մարդը այսքան դեմք ունի։ Լավ մարդ չի այս մարդը իրականում, հարգելի ջերոս աղջիկներ, եթե այսպեսի վիճակում եք անելանելի, իրականում այս մարդը ճիշտ մարդ չէ ձեզ համար, տեսեք, ինքը իրականում ահավոր մարդ է, շատ։ Մի օր այսպեսին է, մի օր այսպեսին է, իրականում այսպեսին է, միգուցե դուք չեք էլ տեսնում, նոր եք ձեզ համար բացահայտել։ Մարդը նաև ունի նաև վատ սովորություններ։ Վատ սովորությունը կարող է լինել ալկոգոլիզմ, կարող է լինել կանայք, կարող են լինել թմրամոլություն, ինչ ասես կարող է լինել վատ, բոլոր վատ սովորությունները, որ կարող են լինել, որտեղ այս մարդուն տեսնում եմ այսպեսի 3 կերպարներ, չի կարող աղջիկը մի քանի տղամարդու սիրել, ուրեմն այս մարդը այսպեսի կերպարներով է։ Ինքը ուղղակի ամեն անգամ աղջիկը մի նոր բան է բացահայտում, բայց որովհետև սիրում էր, իրեն թվում էր, որ դե ոչինչ, դե երևի թե կանցնի, կամուսնանանք, բայց իրականում ես հարգելիներս այդպես չեմ տեսնում եմ այս մարդը իրականում ուղղողը չի, նույնիսկ եթե աղջիկը շատ այսպես, տեսնում եք, ջանքեր է համբերատար, անընդհատ փորձել է, մի խոչընդոտ, օքեյ, մի օր մարդը այսպես կարող եմ ասել, թրերի թագավորը մի օր կոպտում է, աղջիկը ներում է, անցնում է առաջ։ Մի օր ջահերի թագավորը կրքոտ է, չգիտեմ, գեղեցիկ ռոմանտիկ երեկո է, իր համար կազմակերպում, աղջիկը նորից սիրահարված է, հետո տղամարդը ինչ որ, չգիտեմ, դավաճանում է իրեն, դևի կարտով կարող եմ ասել աղջիկը նորից է ներում, որովհետև կարծում է, որ սիրում է, պետք է ամեն ինչ ներել, այսպես էմոցիոնալ, թագուհի, բայց տեսնում եմ, որ ձեր համբերության բաժակը լցվել է, դրա համար դուք էլ չգիտեք ինչ անել։ Այսպես այս անելանելի վիճակը, որ դուք իրականում ձեր զգացմունքների ձեռքը կրակն են կկել եւ չգիտեք թե ինչ անել, այս էմոցիոնալ բաժակը ձեռքին թագուհին, բաժակի կարծում եմ, որ ձեր համբերությունը արդեն հատել է եւ ճիշտ էլ արել է, վաղուց պետք է հատեր։ Եվ տեսնում եմ, որ դուք իրականում չնայած որ դեռ երազում եք, դեռ ցանկանում եք, տեսնում եք գավաթը բարձր կանգնած, շատ սա անհասանելի նպատակ ունեք, հարգելի կանայք աղջիկներ, եթե այսպեսի վիճակում եք, որովհետև իրականում այս մարդուն չեք կարողանալու փոխել եւ ձեր գեղեցիկ երազանքը, այս գեղեցիկ կյանքը միասին համատեղ երջանիկ կյանքը իրականում ձեզ համար երազանք է, անհասանելի երազանք է, որովհետև այս մարդը այդ մարդը չէ։ Տեսեք, անհասանելի է ոչ թե որովհետև դուք չեք հասնելու այսպեսի գեղեցիկ երջանկության, ուղղակի սխալ մարդ եք ընտրել։
այդ մարդու հետ այս նպատակը դառնալու է ձեզ համար պարզապես երազանք անհասանելի մի բան, բայց իրականում ձեզ համար կարող է այսպիսի ապագա լինել, եթե դուք ուղղակի ճիշտ մարդու հետ կապեք ձեր կյանքը։ Ես տեսնում եմ, որ դուք բավականին հիվանդագին եք տարել։ Հիշում եք թրերի աղջիկը թրերով շրջապատված ելքը չէր գտնում։ Դուք բավականին չգիտեք ինչ անել, այո, ելքը չեք գտնում, դրա համար այսպես պարկած հիվանդագին վիճակում, չգիտեք ինչ անել, ոչինչ էլ չեք անում։ Բայց իրականում դուք մի օր կորոշեք եւ կհասկանաք։ Մի օր կորոշեք եւ շատ շուտով հույսով եմ կամ կարտերն են հուշում են հեռացեք։ Ուրիշ տարբերակ չկա, այս մարդը ձեզ ապագա չի, դուք այս մարդու հետ ձեր երազած գեղեցիկ կյանքը, չէ՞ որ այսպիսի մարդիկ չեն կարող սիրել։ Կարող են շատ կրքոտ լինել, շատ հետաքրքիր լինել, իրենց հետ կարող է կյանքը շատ այսպես աշխուժ ու գեղեցիկ լինել որոշ պահերի, բայց իրականում այդ մարդկանց այդ կյանքը խորտակվում է, այսինքն այն ձեր երազած կյանքը համենայն դեպս չի լինելու։ Կարտերը հուշում են, պետք է հեռանալ, ինքը սխալ մարդ է ձեզ համար։ Եվ դուք ինչքան էլ ջանքեր թափեք սխալ մարդու հետ, ոչինչի չեք հասնելու։ Ես դրանից հետո տեսնում եմ շատ գեղեցիկ հետաքրքիր կարտեր, տեսնում եմ դուք տեսնում եմ գեղեցիկ կարտ, կայսրուհին եւ տեսնում եմ պենտակլի թագավորն։ Իրականում հնարավոր է այս արևով հարգելներս, դες իրականում գեղեցիկ ապագա կարող է սպասել, դուք ձեր երազանքներին կարող եք հասնել, սխալ մարդու հետ եք։ Այն երկու թագավորը սխալ են, իսկ ես տեսնում եմ նոր թագավոր։ Այսինքն ձեզ իրականում նոր տղամարդ է սպասում։ Գիտեք, նույնիսկ միգուցե կա ինչ-որ տղամարդ, որ ձեր մասին մտածում է, որտեղ ինքը ձեր կողմն է նայում, իսկ դուք հակառակ կողմն եք նայում, այսինքն դուք դեռ չգիտեք։ Միգուցե սա նոր մարդ է, դեռ նոր է գալու ձեր կյանք, բայց դուք պետք է հեռանաք այս վիճակից։ Միշտ ասել եմ, մինչև չհեռանաք մեկից մի բանից, որ ձեզ համար չի աշխատում, կամ մի մարդուց, որ արդեն ձեզ համար հասկացել եք, որ ճիշտ տարբերակ չէ, մինչև չհեռանաք նոր մարդ չի գալու ձեր կյանք։ Պետք է հեռանալ, կարտերը հուշում են, հեռացեք, եթե սխալ մարդու հետ եք, եթե այս ամեն ինչ ճիշտ եմ տեսնում, ձեզ վերաբերում է, հեռացեք, իրականում ձեզ շատ գեղեցիկ ապագա է սպասում, ես արևով եմ տեսնում, շատ գեղեցիկ։ Ձեր երազած ընտանիքը կունենաք, պարզապես դուք հիմա սխալ մարդու հետ եք, դրա համար էլ ոչինչ չի ստացվում։ Իսկ որ մտածում եք անելանելի վիճակ չկա, կարտերը հուշում են, որ կա, հեռացեք։ Ինչ եմ տեսնում երկրորդ դեպքում, տեսնում եմ թռչուններով զրույցներ, իսկ հետո զրույցները դառնում են վեճ։ Տեսնում եք, այսպես ագրեսիվություն, խոսում են, ասում են, բամբասում են, մարդիկ զրուցում են, ու հետո հանկարծ դառնում է իրականում վեճ, վիճաբանություն։ Տեսնենք ինչ կմանրամասն են կարտերը, խոսակցությունը վերածում էր վեճի։ Կողմերից մեկը հանկարծ ագրեսիվանում է մի տեսակ։ Շատ ակսիր կարտեր եմ տեսնում հարգելներս։ Շատ ակսիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ընտանիք, տեսնում եմ զույգ, գեղեցիկ զույգ են շատ, սիրում են իրար, կարծես թե ամեն ինչ նորմալ է, նորմալ լավ հարաբերություններ եմ տեսնում։ Բայց հանկարծ չգիտեմ, կողմերից մեկը միգուցե տղամարդը հանկարծ այսպես ագրեսիվանում է, չեմ կարող ասել ինչ է պատահել, միջով խոսակցությունից նույնիսկ, գիտեք, ընտանիք են, ամուսնացած են, միգուցե ամուսնացած չեն դեռ ընկերուհիներ են միգուցե, ներողություն, ընկերուհի են, դեռ սիրահարված վիճակ էր, բայց հանկարծ այսպես սովորական մի խոսակցությունը վերածում է վեճի, հա, այսպես շատ ագրեսիվ։ Ու չնայած իրեն գեղեցիկ նպատակ ունեին ամուսնանալու, միգուցե դեռ ամուսնացած չեն, գիտեք, այսինքն այսպես գեղեցիկ նպատակ ունեն ամուսնանալու, միգուցե նշանված էին, շատ գեղեցիկ զույգ են, ամեն ինչ նորմալ էր կարծես թե հարաբերություններում։ Խոսակցությունը դառնում է հանգարց վեճ եւ այսպես աղջիկը թողնում հեռանում է։ Աղջիկը թողնում է հեռանում է հարաբերություններից։ Աղջիկը հեռանում է, ես կարող եմ ասել, որ տղան իրականում լավ էլ հասկանում է իր սխալը եւ նեղվում է, տառապում է, չգիտեմ, հիվանդագին է տանում շատ, բայց ելքը չի տեսնում, չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարողանա, ինչ կարող է փոխել, ինչպես կարող է աղջկան ետ բերել։ Եվ ես տեսնում եմ, որ բավականին էլ տանջում է իրականում։ Ես չեմ տեսնում, որ աղջիկը տանջում է անկեղծ ասած, ես տեսնում եմ, որ տղամարդն է տանջվում։ Բայց իրականում ինքն էլ եղել է ագրեսիվը։ Երևի թե ինքն է եղել ագրեսիվը։ Եթե հանկարծ հակառակն է, աղջիկն է եղել ագրեսիվ, չեմ կարծում։
Ես չեմ կարծում ճիշտն ասած, ինձ թվում է ամեն դեպքում տղամարդն է եղել է ագրեսիվ, վիճել է, կոպտել է միգուցե աղջկան, աղջիկն էլ հեռացել է։ Իսկ հիմա տղամարդը այսպես հիասթափված նստած է, չգիտեմ, ոչ մի տարբերակ չի կարողանում գտնել, միգուցե ինչ որ նոր աղջիկներ պատահում են, ծանոթացնում են, բայց ինքը ոչ մեկին էլ չի հավանում, ու այսպես հոգնած վիճակ արդեն չի էլ ուզում ոչինչ փորձել։ Ես կարող եմ ասել, որ հարգելի ջրհոսներ, եթե դուք եք ինչ-որ մեկին նեղացրել, որտեղ տղամարդ եմ տեսնում, ես իրականում տեսնում եմ, որ ճակատագրում կփոխվի ինչ-որ բան։ Չեմ կարող ասել այդ նույն աղջիկը ձեզ կվերադառնա, միգուցե եւ չի վերադառնա, բայց դուք երևի թե ինչ-որ փորձ ձեռք կբերեք դրանից, որ մյուս անգամ պետք է միգուցե երևի զգուշ արտահայտվել, մարդկանց չնեղացնել, չվիրավորել, բայց ես իրականում տեսնում եմ ճակատագրի անվով փոխվում է, դուք այսպես նոր ուղի ունեք, նոր նպատակ, միգուցե ինչ-որ նոր մեկին կհանդիպեք, շատ ավելի համբերատար, այսպես կախված, այսինքն համբերատար, շատ զգուշ կլինեք, չեք փորձի, ագրեսիվ չեք լինի ամեն դեպքում, ժամանակը փորձեք մի քիչ ժամանակ անցնի, այսինքն ձեզ ինքներդ ժամանակ կտակ, դիմացինին ժամանակ կտակ, իսկ հետո տեսնում եմ արև։ Ես ախր տեսնում եմ Իմիջայլոցը, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ այստեղ համբերության կարտը։ Այո, դուք ձեր կյանքից պարզապես տառապում եք, հիմա հասկանում եմ, կկազդուրվեք, կհասկանաք, դուք սխալվեցիք, չգիտեմ, ինչ որ մեկին նեղացեցիք, հեռացավ, դրանով ոչինչ չվերջացավ, բայց իրականում դուք դրանից դաս առաք։ Ես տեսնում եմ, որ կարտերը հուշում են համբերատար եղեք, ընտրեք նոր ուղի, փորձեք գտնել նոր ինչ-որ մեկին, ավելի ճիշտ կվարվեք նրա հետ, սխալներ թույլ չեք տա, տեսնում եմ եւ արև եւ վերջում տեսնում եմ այսպես գեղեցիկ հարաբերություններ եւ նույնիսկ ընտանիք։ Այսինքն փորձեք ընդունել որպես դաս։ Մարդիկ բոլորն էլ սխալվում են, սխալվեցիք, նեղացրեցիք, մեկը հեռացավ, միգուցե ճակատագրով պարզապես այդպես էլ պետք է լիներ։ Եթե ամենայն բարիք եմ ցանկանում հարգելի ջրհոսներ։ Այժմ տեսնենք ինչ կասեն կարտերը ձկներին։ Ինչ կհուշեն կարտերը, ինչ է կարևոր ձկներին լսել եւ իմանալ այս մասին։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել, արգելներս, կարտերը ինչ ասեն, ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Ինչ է կարևոր լսել ձկներին այս պահին։ Դուք կարող եք տարբերակ չընտրել, որը ձեզ վերաբերի, այն տարբերակն էլ կարող եք ձեզ վերագրել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ, տեսնում եմ այստեղ առնետների կարտը, ինչ ընդհանրապես կորուստ է նշանակում, եւ տեսնում եմ շատ գեղեցիկ կարտ բաժակների երկուսը։ Երևի պետք է ինչ-որ բան թողնեք գնա, որպեսզի կարողանաք նոր սեր գտնել, միգուցե վերջերս կորցրել եք ինչ-որ մեկին, բայց նոր սեր եք գտնում։ Կդժվարանամ երկու կարտով ասել, որտեղ մեկը շատ բացասական կարտ է, մյուսը շատ գեղեցիկ դրական։ Շատ դժվար է ասել ինչ է սա նշանակում։ Ես շատ ուզում եմ, որ դրական լինի, բայց տեսնենք։ Շատ ակսիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսեք, տեսնում եմ այստեղ դևը։ Չար ուժերն եմ տեսնում, տեսնում եմ այստեղ հրաշագործ։ Տեսնում եմ այստեղ 8 ջահերի։ Գիտեք, այսպես կարող եմ ասել, ես կարող եմ ասել, այստեղ զույգի մասին է խոսքը, երկու հոգի են, սիրում են մարդիկ իրար։ Եվ կարող եմ ասել, որ ձուկը, երևի թե ձուկա մասին է խոսքը, ինքը բավականին էմոցիոնալ է, բավականին դուք լուրջ սիրահարված եք, շատ լուրջ զգացմունքներ ունեք, անկախ նրանից դուք կին եք, թե տղամարդ։ Բայց ես տեսնում եմ, որ իրականում ձեզ զույգը այնքան էլ հաջող մեկը չէ։ Միգուցե շատ կրքոտ է, դա շատ լավ է, շատ գեղեցիկ է։ Ես տեսնում եմ, որ դուք այսպես, չգիտեմ, իրեն
այնքան սիրահարված եք, որ իր թերությունները չեք տեսնում, այդպես կարող եմ ասել։ Դուք ձեզ թվում է թե դուք հեքիաթում եք, այսպես հրաշագործի, հա, տեսնում եք, ամեն շատ գեղեցիկ եք, վառվռուն եք տեսնում։ Հարգելի ձկներ, կամ միգուցե մինչև հիմա այսպես եղել։ Իրականում այդ մարդու մեջ ինքը կարողանում է ձեզ այսպես զգացողություններ պատճառել, որ ձեզ շատ հաճելի է, բայց իրականում իր մեջ այսպես շատ դևն է նստած, կարող եմ ասել, ինքը շատ թերություններ ունի այդ մարդը, շատ մոլուցքներ ունի միգուցե, շատ ինչ որ կախվածություն ունի նաև, ինչ որ, չգիտեմ, վատ սովորություններ ունի, կդժվարանամ ասել, չեմ ուզում շատ անուններ տալ, ինչերից, բայց մարդը բավականին խնդիրներ ունի, ուղղակի չգիտեմ, դուք այնքան սիրահարված եք, որ ձեզ ինքը թվում է այսպես հրաշագործ, իսկ իրականում ինքը դև է։ Կարող է լավ մարդը կողմեր ունենա, բայց իրականում ինքը չեմ տեսնում սխալսիկը այդպես ռոմանտիկ, ինչպեսին որ դուք եք պատկերացնում, ինքը այդպեսին չէ իրականում։ Ես տեսնում եմ, որ այստեղ արագություն, այսինքն 8 ջահերով կարող եմ ասել, որ ինչ որ արագ հանկարծ ինչ որ բան կփոխվի։ Միգուցե հանկարծ ձեզ համար պարզվի իրականում դուք ում հետ եք, ով է այս մարդը։ Ես չեմ կարող ասել դուք ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, բայց եթե հատկապես ամուսնացած չեք դեռ, դուք այսպես շատ էմոցիոնալ, դուք շատ սիրահարված եք, էլի եմ ասում, եւ սիրահարված եք եւ տանջվում եք, որտեվ հանկարծ ձեզ համար այսպես շատ արագ, միգուցե անսպասելի պարզում է իրականում այս մարդու իրական կերպարը, որ ինքը իրականում են ռոմանտիկ երասկոտ տղամարդը չէր կամ կինը չէր, ինչ որ ձեզ թվում էր։ Ավելի շուտ ինձ թվում է, որ տղամարդն է այդպես բացասական է եւ ձուկը միգուցե կինն է։ Այսինքն տեսնում եք, այսպես համբերության բաժակը լցված է, կինը հուզված է շատ հուզված է եւ շատ էլ տառապում է, որովհետեւ հանկարծ ինքը իր համար parzել է, տեսել է իրականում թե ով է իր կողքի տղամարդը։ Աղջիկը այսպեսի երազանքներ ուներ, ընտանիք պետք է կառուցեին, ես մե գեղեցիկ ընտանիք, այս ձեր բոլոր ցանկություններն ու երազանքներն են 10-ով, բայց իրականում հիասթափած եք, որտեղ սա այն չէ, ինչ որ դուք սպասում էիք։ Կարտերը հուշում են պետք է հեռանալ։ Կարտերը հուշում են, որ պետք է հեռանալ, հարգելիներս։ Իսկ ես այստեղ ինչ էի տեսնում։ Տեսնում էի, էլի տեսնում եք, պետք է ինչ-որ բան թողնեք, որ գնա։ Սա այդ երիտասարդը այդ մարդը չէ։ Իրական դուք սեր եք ուզում, դուք սեր կգտնեք ապագայում։ Հույսով եմ, բայց պետք է թողնեք գնա, որտեղ սա դուք երևակայության արդյունքն է պարզապես։ Դուք եք իրեն պատկերացնում այսպես Ռոմեո, բայց ինքը ձեր Ռոմեոն չէ։ Իրան պետք է թողնեք գնա, որտեղ շատ բացասական անձնավորություն եմ տեսնում։ Իսկ դուք կպարզեք, եթե դեռ չեք պարզել։ Ձեզ համար արդեն շատ շուտով կպարզեք, թե ում հետ գործ ունեք եւ ինքը ձեր երազանքների ասպետը չէ։ Միգուցե տեսնում եմ ցավագին կտանեք, բայց ես տեսնում եմ, որ իրականում ես տեսնում եմ, որ դուք հեռանում եք խնդիրներից, այսինքն դուք հավանաբար որոշում կկայացնեք եւ դա կլինի ճիշտ որոշում։ Կարտերը կարող են էլի ինչ-որ բան ցույց տալ։ Դե սերը թողնել գնալը իհարկե բարդ է բավականին։ Տեսեք ինչի եմ տեսնում հարգելի ձկներ։ Ես տեսնում եմ, որ իրականում այդ շրջանը ձեր հարաբերությունների այսպես նույն բանը անընդհատ կրկնվել է, այսինքն սա առաջին անգամը չէ։ Եթե ինքից ձեզ դավաճանել է, առապի մի անգամ չի եղել։ Դուք այսպես շրջանի մեջ մտած չեք կարողացել ուղղակի դուրս գալ, որովհետև անդադ կարողացել եք միգուցե արդարացնել իրեն, անդադ փորձել եք լավը տեսնել իր մեջ։ Որտեղ մի օր ինքը ռոմանտիկ է, մի օր լավն է, կրքոտ է, չգիտեմ, ձեզ հավատում եք, սիրում է, բայց իրականում ինչ խնդիրներ ունեցել է։ Եթե ալկոգոլիզմն է խնդիրը, ինքը խմելու խնդիր ունի, ուրեմն դա տևական, այսինքն չի փոխվել եւ չի էլ փոխվելու։ Այսինքն այնպես որ հույս ունենաք, որ կարող է փոխվել, չէ, դա մի անգամ չէ եւ դուք համոզվել եք, պարզապես երևի սիրում եք, դրա համար էլ մնում եք։ Իսկ կարտերը հուշում են, որ պետք է հեռանալ։ Իրականում որոշ ժամանակ ձեր հարաբերությունները կդադարեն, իսկ ճակատագրով տեսնում են, որ ոչ։ Նույնիսկ եթե ժամանակավորապես խոստանում է դավաճանել է, խոստանում է չեմ դավաճանի, որոշ ժամանակ դադար է առնում, տեսնում եմ չի անում, բայց հետո նորից շարունակվելու է, որտեղ մարդը տեսնում եմ այսպես շրջանով, ինքը չի փոխվելու, այսպես այս մարդը համեմատես ինքը չի փոխվում։ Իսկ ես ճակատագրով եմ տեսնում, որ դուք պետք է թողնեք մարդը հեռանա, եւ առնետներով եմ տեսնում, եւ տեսնում եմ այստեղ խաչով, այսինքն անպայման այս մարդը պետք է հեռանա, սա ճիշտ մարդ չէ ձեզ համար։ Հեռացրեք այդ մարդուն կամ դուք հեռացեք իրենից։ Որովհետև ճակատագրով իրականում կհեռացնի։ Եթե դուք ինչ-որ բան պետք է անեք ու չեք անում ինքներդ հարգելիներս, եթե ճակատագիրը որոշեց հեռացնել, շատ ավելի ցավոտ է լինելու ձեզ համար։ Բայց իրականում ինչ-որ լինելու էր պետք է լինել։ Ես տեսեք ես ձեզ համար ինչ եմ տեսնում։ Իրականում դուք սեր կգտնվի տղամարդ, որ ձեզ կսիրի։ Միգուցե ձեզից տարիքով մի քիչ մեծ լինի, շատ ավելի կայացած հանգիստ մարդ, բայց մարդ, որ ձեզ կսիրի։ Դուք մենակ չեք մնա երկար ժամանակ։ Պարզապես հիմա ում հետ որ եք, շատ սխալ մարդ է ձեզ համար։ Եվ ճակատագրով նախատեսված չէ, ճակատագրով բոլորովին այլ տղամարդ է ձեզ համար նախատեսված։ Երկրորդ տարբերակ ձկների համար տեսնում եմ 5 պենտակլի և տեսնում եմ լուսին։
Տեսնում եմ, որ դուք տխուր եք, կասկածներ, վախեր, անհանգստություններ ունեք եւ նաեւ ինչ որ ճգնաժամի մեջ եք։ Կարող է լինել ֆինանսական ճգնաժամ։ Կարող է նաեւ լինել, տեսնում եք, երկու հոգի տխուր նստած են, չեմ կարող ասել, ինչ է, լուսնով ինչու եք տխրել, ինչ է պատահել։ Տեսնենք։ Սա կարող է լինել ֆինանսական ճգնաժամ, նորից եմ ասում, 5 պենտակլի նշանակում է ֆինանսական խնդիրներ, կամ կարող է լինել պարզապես զույգի մեջ հարաբերություններում խնդիրներ են առաջացել։ Ինչ որ բան է ջրի երես դուրս եկել, ինչ որ բան եք պարզել ձեզ համար ու այսպես։ Բայց գիտեք, ես կարող եմ ասել, որ մեկը մեկի դեմ չէ, առայժմ տեսնում եմ, որ դուք երկուսով եք տխրել։ Ինչ որ եղել է, ինչ որ տխուր լուր լսել եք կամ ինչ որ բան պատահել է, երկուսի վրա էլ ազդել է։ Զույգերը կարող են լինել ամուսնացած կամ չամուսնացած, տեսնենք ինչի մասին է խոսքը։ Ինչ չարքը շատ է դուրս գալիս այսօր։ Այսօր ես դեպի կարտը արդեն չգիտեմ 5-6 անգամ տեսա, ինչի ասպես այսօր բարդ, շատ բարդ վիճակ։ Չէ, ես այստեղ շատ վատ վիճակ չեմ տեսնում, իմիջիայլոց նախորոք ասեմ։ Գիտեք, ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, տեսեք այստեղ, տեսնում եմ չար ուժեր, հետո տեսնում եմ արդարադատության կարտ, հետո տեսնում եմ եկեղեցի։ Գիտեք, ես չեմ կարող ասել ինչ է պատահել ձեզ, ինչու եք դուք այսպես եւ լուսնով տխուր, եւ այսպես ճգնաժամի մեջ, թե ձեր հարաբերություններն էին այսպես ճգնաժամ, ինչ որ վատ վիճակ էր երկուսի մեջ, հանկարծ հարաբերությունները այսպես շատ վատացել են, հանկարծ, գիտեք, չգիտեմ ինչ է եղել, այսպես հանկարծ ինչ որ բան է ջրի երես դուրս գալիս, երկուսով հայտնվում են, գիտեք, ես ֆինանսներ այստեղ չեմ տեսնում, ես տեսնում անձնական հարաբերություններ, բայց ել եմ ասում, երկուսի վրա էլ ազդել է, ես չեմ տեսնում այստեղ դավաճանություններ, չեմ տեսնում, ճիշտն ասած, բոլորովին, ես այստեղ տեսնում եմ երկուսի հարաբերությունները հանկարծ շատ վատանում են, երկուսն էլ տխուր ու դժբախտ են։ Գիտեք, չար ուժերը խառնված են, չեմ կարող ասել, ինչ որ մարդիկ են խառնել ձեզ իրար։ Ամեն դեպքում ինչ որ մարդիկ են եղել, դուք իրար ձեր մեղքով չէ, ինչ որ մարդկանց կամ մարդու միջոցով է, չեմ կարող ասել, այս ովքեր են, ինչ բացասական ազդեցություն, բացասական էներգիա ձեր 4 կողմը կա, ինչ որ մեկը փչացրել է ձեր հարաբերությունները, անկախ նրանից էլ եմ ասում, ամուսնացած եք, թե ամուսնացած չեք։ Բայց ես կարող եմ ասել, դուք եթե հավատում եք, հավատացեք, եթե եկեղեցի գնում եք, գնացեք, աղոթում եք, աղոթեք, ես կարտերով եմ այդպես տեսնում, որպեսզի կարողանաք ձեզ չար ուժերից պաշտպանել, իսկ ես տեսնում եք, առաջինը սա եմ տեսնում, այս չար ուժերը, չեմ կարող ասել, ինչ են անում, ինչի հավատում է, անում են, չեն անում, տեսնում եմ այստեղ արդարադատություն, տեսնում եմ եկեղեցի, այսինքն ես տեսնում եմ, որ իրականում ձեզ կպաշտպանեն վերին ուժերը, եթե աղոթում եք Աստծուն, հավատում եք կամ հավատում եք ինքներդ ձեզ, ես տեսնում եմ, որ այս չար մարդիկ, ովքեր որ կան, ով ինչ ուզում է անա, չի կարողանալու, ոչինչի էլ չի հասնելու, որովհետև ձեզ իրականում վերուժերը ձեր կողմից են։ Գիտեք, ես այսպես կարող եմ ասել, ձեզ համար հանկարծ կպարզվի թրերի տզով, հանկարծ կպարզվի ով է եւ ինչ է արել ձեր դեմ, ինչու հանկարծ ձեր հարաբերությունները այսպես անսպասելի փչացան, վատացան։ Ինչ եղավ, ինչպես հանկարծ այսպես, չգիտեմ, ին պատճառով է։ Լուսնով եթե ասում եմ վատ ինչ որ բան դուրս եկավ ջրի երես, ասինքն խոսակցություններ, ինչ որ մարդկանց բամբասանքներ, չեմ կարող ասել ով ինչ է անում, բայց ես կարող եմ ասել, որ հանկարծ ձեզ համար կպարզվի շատ շուտով, կպարզվի, դուք ոչինչ մի արեք, դուք սպասեք։ Դուք ոչինչ չեք կարող անել, հանկարծ ձեզ համար կպարզվի ով էր մեղավոր։ Ես իրականում տեսնում եմ այստեղ գեղեցիկ զույգ, դուք զույգ եք, զույգ էլ կմնաք, չեն կարողանա ձեր հարաբերությունները փչացնել։ Ես որովհետև տեսնում եմ կասը, տեսնում եմ թագուհին, դուք իրար հետ կմնաք հարգինս, շատ լավ զույգ եք, դուք իրար դեմ չկռվեք, չնեղվեք, չհեռանաք իրարից, որովհետև երրորդ մարդ է կամ այլ մարդիկ են, փորձել են ձեզ խառնել իրար, իրականում եթե դուք սիրում եք իրար եւ ամուր զույգ եք, ընտանիք եք, թե դեռ ընտանիք էլ չեք, պահեք իրար։ Նվիրված եղեք իրար, հավատացեք իրար, չգիտեմ, աղոթում եք ձեզ չարքից պաշտպանելու, ինչ եք անում, չեմ կարող ասել, բայց իրենք ոչ մի բանի չեն հասնի։ Մի փոքր փորձություն է, մի փոքր փորձության միջով կանցնեք, հանկարծ երբ որ ձեզ համար կպարզվի, գիտեք, ամեն ինչ սկսեց թրերի տզից, ասիկան հենց որ ձեզ համար կպարզվի ով էր արել, ինչ էր արել, ով էր ասել, ինչ էր ասել, այդ բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը։ Իսկ դուք լավ գեղեցիկ զույգ եք, լավ գեղեցիկ զույգ էլ կմնաք։ Ես ձեզ ամենայն հաջողություն եմ աղթում, հարգելի ձկներ։